Ծառուկյանը ըստ հարցումների հանրային կոնսոլիդացիա ապահովող ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչներ։ Դուք որ համարը կլինեք ցուցակում։ Ինչի մասին ըստ ձեզ անդիմադիր լրագրողները այսօր չպետք է խոսեն անդիմությանը չխանգարելու համար։ Իվանիշվիլին Վրաստանում որոշեց, որ պետք է քաղաքական փոփոխությունների գնա, ոչ թե ինքը տանը նստեց, ասեց դե եկեք ինձ տեսեք, այլ ինքը գնաց բոլորի տուն։ Բացառում եք, որ Գագիկ Ծառուկյանը շեղվի իր անդիմադիր ճանապարհից։ Ընդհանրապես չեմ ուզում քննարկել այդ հարցը, ինչ պետք է շեղվի։ Որ ասում են չկա Փաշինյան, կա պատերազմ։ Համոզեք ինձ, որ դա սուտ է։ Ասում սկզբում հիմար էր, հետո դավաճան։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Ողջույն Անդրանիկ։ Իհարկե այս հարցով եմ սկսում մեր հարցազրույցը, ինչն է ձեզ բերել Նոյան տապան։ Ինչու հայտնվեցիք Նոյան տապանում։ Մենք միացել ենք առաջարկ Հայաստանի ծրագրին, որպեսզի կոնսոլիդացնենք մեր հնարավորությունները եւ հասնենք այն փոփոխությանը, որը խիստ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը։ Միավորման գաղափարը դա ձայների առավելագույն հնարավորությունը չփոշիացնելն է, այսինքն եթե առանձին վերցնենք Մայր Հայաստանին, մենք ապացուցել ենք, որ որտեղ մասնակցում ենք ընտրությանը, այնտեղ դրական արդյունք ցույց ենք տալիս։ Երևանում ավելի շատ, մնացած տեղերում ավելի քիչ, բայց այդուհանդերձ դրական։ Այսինքն այդ անցողիկության հարցը Մայր Հայաստանը չունի ի տարբերություն շատերի, որոնք կարող են խոսել այդ մասին, մենք գործով ենք ապացուցել, բայց խնդիրը մեր համար անցողիկությունը չի։ Խնդիրը իշխանության պատասխանատվությունը ստանձնելն է եւ այս իրավիճակը փոխելը։ Մենք դրա համար մեկտեղեցինք ուժը։ Մի քիչ մաթեմատիկայով զբաղվենք, հա։ Ըստ ձեզ, եթե առանց ձեզ գնար Ծառուկյանը ընտրություններին, ինչքան կստանար Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կամ իրենց առաջարկ Հայաստանին այդ նոր նախաձեռնությունը եւ ինչքան կստանա հիմա, երբ որ դուք եք միացել։ Դա շատ անշնորհակալ գործ կլինի այդ եթեները ասելը, բայց միասնաբար ես վստահաբար կարող եմ պնդել, որ սիներգիայի էֆեկտը ստացվելու է, այսինքն մերը այն միավորումն է, որի պարագայում հանրության տարբեր սեգմենտներ իրար են գումարվելու։ Դուք գիտեք նաև, որ Ծառուկյանը ըստ հարցումների հանրային կոնսոլիդացիա ապահովող ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչներ ըստ հարցումների երկու եկեղեցական էին, հոգեվորականները մեր հարգարժան, երրորդում Ծառուկյանն էր եւ ըստ նույն հարցումների Մայր Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ թիվ 1-ն է համարվում Երևանում։ Ըստ հարցումների էլի, ոչ մեր հարցումների։ Գագիկ Ծառուկյանը ըստ էության չունի մեծ վարկանիշ, մեծ էլեկտորատ, հա, Երևանում դուք ունեք Երևանում։ Ես այդպես չէի պնդի, ուղղակի քանի որ Բարգավաճ Հայաստանը Երևանում եւ ընդհանրապես դեռ հայտ այդպես չէր ներկայացրել, ես չեմ կարող ասել ինչքան է վարկանիշը։ Նախաձեռնություններ ձեր, թե պարոն Ծառուկյանի։ Փոխադարձաբար մենք Ծառուկյանի հետ երկար տարիների աշխատանքի համագործակցության գործընկերության փորձ ունենք, նաեւ անձնական մտերիմ մարդկային հարաբերություններ եւ բնական է, որ քաղաքական դաշտի տարբեր դերակատարները միմյանց հետ շփվում են, քննարկում են եւ փոխադարձաբար եկանք այդ հանգեցինք այդ եզրակացության, որ պետք է միասնաբար գնալ եւ մենք էլ նաեւ Մայր Հայաստանով որոշեցինք, որ պետք է ուժերը մեկտեղել եւ միանալ առաջարկ Բայց նաեւ հավանաբար բանակցել եք մյուս մեծ ուժերի հետ, նույն Հայաստան դաշինքի չեք բանակցել։ Ի սկզբանե որոշված էր, որ Հայաստան դաշինքով չեք գնալու։ Ի սկզբանե մենք խնդիր էինք դրել կոնկրետ Մայր Հայաստանը, որ ամբողջ քաղաքական դաշտը մեկ միասնական ճակատով գնա, որովհետև այդտեղ բանակցելու բան չկար, օրինակ մասնավորապես նույն ձեր նշած դաշինքի հետ, եւ այն առումով, որ շփումները բնական ճանապարհով կարող են լինել, այդտեղ կոնսոլիդացիոն մեծ հնարավորություն էինք մենք տեսնում, որ ամբողջ դաշտը կայանա։ Հենց Հայաստան դաշինքի շուրջ։ Չէ, երբ որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին, մենք գտնում ենք, որ պետք է արդեն մեկ միասնական ճակատ ձևավորել։ Այդ թվում նաև Սամվել Կարապետյանի։ Այո, այդ թվում եւ Սամվել Կարապետյանի մյուս ուժերի հետ եւ այլն եւ մենք բոլորի հետ հանդիպումներ ենք ունեցել,
բայց ոչ մեր մեղքով այդ մեկմիասնական ճակատը չկայացավ։ Հավանաբար դա մեր ձևով շարժման կամ արդեն ուժեղ Հայաստան կուսակցության իրենց նախաձեռնությունն է, որ չենք ուզում ոչ մեկի հետ միավորվել, ուզում են գնալ մենակ։ Ես հիմա դետալների մեջ չեմ մտնի, նրանք ովքեր մեզ լսում են, հիմնական դերակատարները տեղը կբերեն ինչ եմ ասում։ Երբ որ ես հարցազրույցներ կամ ոդքասթներ եմ վարում քաղաքական գործիչների հետ իրենց հայտարարություններից նման եզրահանգման եմ գալիս, որ հենց իրենք էլ չեն թաքցնում, որ այո, մենք ուզում ենք մենակ գնալ, չենք ուզում միավորվել եւ ոչ մեկի հետ եւ նույնիսկ ես ենթադրում եմ, որ իրենց ցուցակում էլ չեն լինի հայտնի քաղաքական դեմքեր գոնե այն դեմքերը, որոնք ում մենք ճանաչում ենք։ Իմաստ չունի քննարկել անցյալը մանավանդ երբ որ դա տեղի չի ունեցել։ Անցյալում տեղի են ունեցել բանակցությունները, անցյալում տեղի են ունեցել գործընթացներ, բայց հիմա մենք պետք է դեպի ապագան նայենք։ Այսինքն դուք Գագիկ Ծառուկյանի հետ որևէ տարաձայնություն այսօր չունեք։ Ոչ, ինչպես։ Ոչ ձեր ուժը, ոչ Բարգավաճ Հայաստանը հասկանում եք ինչ եք անում եւ բոլոր հարցերի շուրջ ունեք։ Այսպես ասեմ, քանի որ բոլորն էլ առողջ օրգանիզմներ են, այդ առումով կարող են ինչ-որ 1-2 հոգի լինել, ենթադրենք բոլոր թիմերում, որոնք ինչ-ինչ բաներից իրենց վատ զգան կամ դուրս մնան կամ ցուցակի կռիվ տան։ Մենք տվյալ դեպքում ցուցակի խնդիր չունենք ընդհանրապես, որովհետեւ Մայր Հայաստանը գտնում է, որ վիճակը այնպեսի կետի է հասել, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա կապ չունի թե ով որ ուժով է պատգամավոր դարձել կամ չի դարձել։ Անդրանիկ, եկեք ես ասեմ բոլոր այն մտավախությունները, որ այսօր կան հասարակությունում եւ փորձենք այս հարցերին, որ դուք պատասխանեք։ Օրինակ, առաջինը, ասում եք դուք, հա, քիչ առաջ նաեւ ասացիք, որ դուք չունեիք խնդիր Շեմը հաղթահարելու եւ արդեն ձեր մասնակցությունը տարբեր դա բոլոր ընտրություններին ցույց են տվել Երևանի, Գյումրի եւ այլ։ Մյուս կողմից էլ ասում եք, որ Գագիկ Ծառուկյանը վստահելի անձ է եւ ըստ վարկանիշների կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս ունի։ Այդ դեպքում ինչ չեք գնացել դաշինքով, ինչու եք գնացել իրենց ցուցակով։ Զուտ տեխնոլոգիական խնդիր է դա նաեւ, որպեսզի մենք խնդիր չունենանք այս 2-3 ամսվա ընթացքում նոր բրենդինգի, այսպես ասած, ռասկրուտկայով զբաղվել։ Բարգավաճ Հայաստանը վաղուցվա գործունեություն ծավալող ուժ է եւ ճանաչողությունը ամենաբարձրը է։ Եթե ավելի բարձր ճանաչողություն ունեցող լիներ, ապա այդ բարձր ճանաչողությամբ կգնայինք։ Մենք այդ առումով ցույց ենք տվել, որ այստեղ էլ ամբիցիաները, խնդիրը մի կողմ ենք դնում, այսինքն դուք որ համարը կլինեք ցուցակում։ Այդպեսի հարց չենք քննարկել։ Կհրապարակենք, կտեսնեք, համարի խնդիր չկա։ Բայց ձեր կուսակցության մյուս անդամները եւս կլինեն անցնող։ Այո, այդ համար անցնողի խնդիր ես առաջարկում եմ չքննարկել, որովհետև մենք պետք է քննարկենք իշխանափոխության խնդիր։ Ցուցակումով որտեղը եւ այլն դրանք իմ կարծիքով էժանագիր ձեզանից բացի կա եւս մեկ ուժ, որ ըստ ձեզ նման ձևով է մտածում, ինչպես դուք եք ասում, որ ես համաձայն եմ իմ ամբիցիաները դնել մի կողմ, գնալ Գագիկ Ծառուկյանի ցուցակով, կարևոր իշխանափոխությունն է։ Կան էլի հայտարարություններ կան եւ ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում պետք է շատ առարկայական լինեն այն հայտարարությունները, որ միմյանց դեմ պետք չի պայքարել, միմյանց պետք է չթիրախավորել եւ այլն, բայց եթե նույնիսկ մենք կոնկրետ Մայր Հայաստանի մասով ասեմ, եթե մենք արձանագրում ենք կամ հետագայում միգուցե արձանագրենք մեզ թիկունքից հարվածներ ընդդիմադիր դաշտից կամ նույնիսկ անբարոյական անպարկեշտ քայլեր մեր հանդեպ, մենք դրան ուշադրություն չենք դարձնելու, մենք թիրախավորելու ենք։ Բայց դա կարծես թե նվազել է այս վերջի շրջանում։ Ասում եթե մենք նկատենք այդպիսի բան, ապա միևնույն է բացարձակապես չենք մտնելու ընդդիմադիր դաշտի ներսում պոլեմիկայի մեջ, թիրախավորելու ենք բացառապես քաղաքացիական պայմանագրի քաղաքականությունը։ Եկեք փորձենք այդ կոնֆիգուրացիան հասկանալ, հա, ընդդիմության կոնֆիգուրացիան 4 ամսից արդեն ունենք ընտրություններ, քանի դաշինքով է գնում ընդդիմությունը ընտրությունների։ Դեռ վերջնականապես պարզ չեմ կարող ասել։ Ես մեր մասով կարող եմ ասել, որ մենք մաքսիմալ կոնսոլիդացիա ենք ձգտելու, ընդ որում ոչ միայն կուսակցականների, այլ նաև անկուսակցական մարդկանց մասով կան հանրային ակտիվ դեմքեր, մասնագիտական շրջանակներ, որոնք փայլուն ներկայացուցիչներ ունեն։ Այսինքն նոր հնչեղ անուններ կլինեն ցուցակում։ Նոր նորմալ հայրենասեր պրոֆեսիոնալ պարկեշտ անուններ կլինեն, որոնք քաղաքական գործիչներ էլ։ Այդ թվում իհարկե, քաղաքականությունը քաղաքական գործիչներով է լինում, խո
ասենք ոնց որ դու գնաս ֆուտբոլի առաջնության գնաս ու հայտարարես, որ մենք ֆուտբոլիստների չենք տանելու, մենք տանելու ենք, չգիտեմ, բալետ պարողների։ Այն ինչ անում է ուժեղ Հայաստանը լավ։ Ես չգիտեմ ինչ անում, բայց ես կառաջարկեմ ձեզ ընդհանրապես անդիմադիր դաշտի որևէ դերակատարի հետ կապված քննադատությունները ընդ որում շատ խիստ, շատ կոպիտ, շատ կոշտ հնչեցնել կուլիսներում։ Գոնե առայժմ կուլիսներում։ Ես ասեմ, կարծում եմ, որ բոլոր այն հարցերը, որ այսօր արկա են եւ որ այսօր հուզում են հասարակությունը, պետք է public բոլոր այդ հարցերի մասին խոսել, նաեւ հասարակությանը ցույց տալու համար, որ անդիմությունը այդ ամեն ինչը գիտի, դրա մասին խոսում է, այդ բոլոր հարցերից չի վախենում, չստեղծի տպավորություն, որ դուք կուլիսներում ինչ որ լուրջ, իսկապես հրատապ հարցերի շուրջ բանակցություններ վարում եք, քննարկումներ են եւ այլ, բայց հասարակությունը դրա մասին տեղյակ չի։ Այս են ընտրություններն են, որ հասարակության հետ պետք է լինել մաքսիմալ ազնիվ։ Տեսեք, շատ կարևորը ժամկետները։ Ես չեմ ասում թաքցնենք խնդիրները։ Այդ խնդիրներից ամենալավը երևի կամ ամենալավերից մեկը ես եմ տեղյակ հանգամանքների եւ աշխատանքի բնույթի բերումով։ Բայց ժամկետ կա, երբ որ մի հատ փուլ կա, երբ որ պետքա քննադատությունները, սուր խոսքերը հնչեցնել կուլիսում շտկելու նպատակով, խնդիրները լուծելու նպատակով։ Եթե դա չի ստացվում, արդեն կարելի է հրապարակային դաշտել բերել, բայց մեր էներգիայի մեծ մասը, այսպես ասեմ, 95-99%-ը մենք պետք է ծախսենք այս իշխանության դեմ պայքարում։ Ունենք որպես հայեր եւ սովորաբար մարդիկ ընկալում են այդ թվում նաև հենց քաղաքական գործիչներ այն խոսքը, որը որ հնչում է եթերում։ Այսինքն բոլորի հետ քննարկում են ցանկացած թեմայի շուրջ, հետո որ ասում ես, բայց գիտես, այս սենց խոսակցություն կա, սա իրականությանը համապատասխանում, ասում են պաշտոնապես եթերում է հնչել։ Այսինքն եթե եթերում չի հնչել, այդ հայտարարություններն ու քննարկումները որևէ արժեք չունեն։ Մենք երևի տարբեր բաներից ենք խոսում, որովհետև եթե կան գործընթացներ, որոնք խնդրահարույց են, եւ դու տեսնում ես, որ դա այլևս չի ուղղվելու, այդ դեպքում կարելի է եթերային անել, բայց երբ որ տեսնում ես, որ առարկայական օրինակ բերեք։ Ինչի մասին ձեզ անդիմադիր լրագրողները այսօր չպետք է խոսեն անդիմությանը չխանգարելու համար։ Որտեղ անդիմադիր լրագրողները հավատացեք ավելի շատ են ուզում, որ այս իշխանությունը գնա, քան անդիմությունը։ Տեսեք, կոնկրետ օրինակ բերեմ։ Մենք Բարգավաճ Հայաստանի հետ միասին որոշեցինք առաջարկ Հայաստանի ծրագրով ընդհանուր ճակատով մասնակցել ընտրություններին։ Դրան նախորդել են բանակցություններ, ճիշտ է։ Եթե այդ բանակցությունների փուլում կոպիտ ասած անընդհատ բզբզայինք, կարող է ինչ-որ խնդրեմ առաջանալ։ Ասենք նույնիսկ չուզենալով մարդիկ խնդիրներ առաջացնեին, ինչ-որ հարցեր առաջանային եւ այլն։ Այդ փուլում ոչ հրապարակային գործունեությունը նույնիսկ էֆեկտիվ է, բայց երբ որ արդեն գալիս ես համաձայնության, արդեն հրապարակայնացնում ես գործընթացը բնականաբար հանրությանը ներգրավելով, բայց երբ որ դու սկսում ես բանակցություն ու նախապես ասում ես ես գնում եմ բանակցելու այս հարցով, կա չէ հավանականություն, որ ենթադրենք կարող է չստացվել արդյունքը այն ինչ որ դու ուզում ես։ Դա կարող է հիասթափություն առաջացնել, դա կարող է խնդիրներ առաջացնել։ Երկրում եւ անդիմադիր գործիչներն էլ շատ քիչ են իրականում, բոլորին ճանաչում են, հասարակությունն էլ շատ լավ տեղյակ է բոլոր խմորումներից եւ ինչքան էլ հասարակությանը փորձենք հեռու պահել այդ գործընթացներից, իրենք միևնույն է դրա մասին խոսելու են եւ ավելի ճիշտ է լինել հնարավորինս բաց, ասել այո, ինչ վատ բան է, ես բանակցում եմ Ծառուկյանի հետ, չի ստացվում կամ ստացվում է որևէ խնդիր դրանում չկա իմ կարծիքով։ Բայց նպատակը ուղղակի ինֆորմացիոն հոսք ապահովելը չի, չէ՞, արդյունք ապահովելն է։ Հիմա մենք կարևոր արդյունք ապահովել ենք։ Ինֆորմացիոն հոսք ապահովելու խնդիր կա, որովհետև հիմա բոլոր քաղաքական գործիչները հայտարարում են, որ հիմնական խնդիրը, որը պետք է կարգավորել ընտրություններին հաջողության հասնելու համար, ապաթիայի մեջ գտնվող մարդկանց բերել ընտրատեղամասեր։ Մենք ճիշտ հակառակն ենք արել, մենք մեր միավորմամբ մեսեջ ենք տվել, որ ապացիայից պետք է դուրս գալ եւ կա հնարավորություն։ Միավորման մասին չենք խոսում, Անդրեան։ Բոլորն էլ պետք է իմ կարծիքով արդյունավետ միավորումներ կազմեն եւ գլխավոր խնդիրը հիմա պետք է ընդդիմադիր դաշտում լինի այն, որ այս իշխանությունը պետք է հեռացնի։ Օրինակ մի հարց, որը որ հուզում է բոլորին Հայաստանում, մեծ մասին Հայաստանում։ Եթե այս իշխանությունները, իսկ նրանք ունակ են դա անել,
չեն գրանցում մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստան կուսակցությունը ամենամեծ այսօր ամենամեծ արձանագրված անդիմադիր ուժը, չէ՞, դա արձանագրված փաստ է։ Եթե իրենց չեն գրանցում, եթե նրանց ուժեղ Հայաստան կուսակցությունը չկա ընտրացուցակում, ինչ է անելու մնացած ընդդիմությունը եւ հասարակությունը իրավունք ունի իմանալ, դուք արդյոք սա քննարկում եք, թե բոլորդ ասում եք դե կտեսնենք ինչ կլինի։ Երբ որ քաղաքական գործիչը, հատկապես մեծ ուժի ներկայացուցիչը ասում է դե թող չգրանցեն, կտեսնենք ինչ կլինի։ Հասարակությունն արդեն ասում է սրանք լուրջ չեն, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այդ վտանգը կա, ինչի չներկայացնել այսօր արդեն ինչ որ մի ծրագիր, որ հաղթահարեք այդ արգելքը իշխանությունների։ Նախ ձեզ ձևակերպումը, չէ, որ դուք ասում եք ամենամեծ ուժ եւ այլն, դրանք ընտրությունների արդյունքներով կերևա իհարկե։ Վարկանիշներով։ Այո, որովհետեւ դեռ մեր հայտը չկա, մյուսների հայտը չկա, բայց ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Նորմալ է, իրենք խոշորներից մեկը, դա շատ դրական եմ գնահատում։ Հիմա տեսեք, այդ լկտիությանը պատրաստ է այս իշխանությունը եւ երևի չի թաքցնում, ասում են մոլդովական սցենար եւ այլն եւ այլն։ Վերջերս չէ, ինչ որ մի պատգամավոր ասաց, մենք մեծամասնություն ենք կարող ենք անել, որ Սամվել անունով մարդ չլինի։ Կայա Կալասին դիմելը, ասելը, որ եկեք փրկեք մեզ հիբրիդային պատերազմից եւ այլն, այս հանցագործության ապօրինությանը իրանք կարող են գնալ։ Այդ պարագայում ես ասեմ, որ նախաձեռնությունը որպես կանոն լինում է այն ուժից, ով իրեն համարում է ամենաուժեղը։ Օրինակ, երբ որ Իվանիշվիլին Վրաստանում որոշեց, որ պետք է քաղաքական փոփոխությունների գնա, ոչ թե ինքը տանը նստեց, ասեց դե եկեք ինձ տեսեք, այլ ինքը գնաց բոլորի տուն։ Ինքը գնաց բոլորին հանդիպեց։ Մեծ, փոքր, միջին, բոլոր քաղաքական ուժերի միավորից։ Ձեզով պետք է դա անի։ Ես կարծում եմ Սամվել Կարապետյանը։ Իրենց կողմից պետք է լինի, բայց մենք որպես քաղաքական մարդիկ այդ սցենարը մեր համար դեռևս ոչ վերջնական, բայց քննարկում ենք, թե այդ դեպքում ինչ պետք է անել, ինչպես կոնսոլիդացվել։ Ենթադրել, որ եթե նման բան անեն իշխանությունները, ինչը քիչ հավանական չէ, որ կանեն, բոլոր մյուս ընդդիմադիր դաշինքներն ու կուսակցությունները հայտարարեն, որ իրենք էլ են դուրս գալիս ընտրապայքարից եւ ընտրությունները տապալվեն։ Ընտրությունները դեպքում չեն տապալվի ցավոք սրտի, այդ առումով։ Դա կլինի քաղաքական մեծ ճգնաժամ։ Չի լինի, այդ դեպքում դա ամենավատ լուծումներից մեկը կլինի, որովհետեւ մյուս ուժերը կմասնակցեն եւ իշխանությունները կասեն շատ շնորհակալություն, ինչն է խանգարելու դրանց։ Այլ հարց է, որ դրա այլընտրանքը լինի փողոցային պայքարը եւ փողոցային պայքարի պատրաստակամությունը։ Դա ես կասեմ, որ հա, այսինքն երբ որ դու անում ես, բնել պետք է անես, այսինքն քայլը առաջին բոլորը դուրս են գալիս, քայլ երկրորդ գնում են ընդհանուր պայքարի։ Ընտրություններին չմասնակցելը ամենալավ տարբերակը չի այդ դեպքում։ Թե ինչ տարբերակներ կարող են լինել, դա արդեն քննարկումների, շփումների հարց է։ Բայց դուք դա քննարկում եք։ Մենք մեր ներսում այդ սցենարը քննարկում ենք, որ մենք այլ սցենարներ են քննարկում, օրինակ Ծառուկյանի այսպես աշխատավայրում խուզարկություններ են սկսել։ Խուզարկություններ չեն, իրենք իրենց ուրիշ տերմին են օգտագործել։ Հա, դե հիմա ամեն դեպքում դա շատ պատահաբար, այսպես ասած, համընկավ այն պահի հետ, երբ որ Մայր Հայաստանը հայտարարեց, որ միասնաբար է գնում, պարզվեց, որ Բարգավաճ Հայաստանը ուժային կենտրոն է դառնում իր թիմակիցների հետ, երբ որ դուք փաստորեն մեկ բան հայտարարեցիք ընդդիմադիր պայքարի մեկնարկը Պարոն Ծառուկյանի եւ եկավ։ Այո, երբ որ հայտարարեցինք, որ մենք կարող ենք օրինակ Գյումրիի տարբերակով միավորվել բոլոր ուժերով, անմիջապես գնաց հարձակումները։ Այսինքն այն վայնասունը, որ բարձրացրել է իշխանական տիրույթը մեր դեմ, ցույց է տալիս, թե իրենք որտեղից ունեն մտավախություն եւ այդ քայլերը անում են։ Հետեւաբար բոլոր սցենարային զարգացումները պետք է քննարկել։ Իսկ քննարկումները նաեւ պետք է քաղաքական բնույթ կրեն եւ պետք է գան նաեւ այն շրջանակներից, որոնք ներգրաված են այս process-ների մեջ։ Մենք մեր համար այդ քննարկումները անում ենք, բայց կրկնեմ, ես ճիշտ եմ հասկանում, որ դուք անում եք այդ քննարկումները ձեր մասին ասենք, բայց չկա այդ քննարկումը ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Այո, ես քանի որ չկա, այս պահին գոնե չկա, բայց լինելու է այդ կոմունիկացիան պետք է ստեղծել այդ մասով, քանի Վրաստանին հիշել է, ես ասեմ, որ բոլորը պետք է իմանան, որ
Վրաստանում երկու օրինակ է եղել, մեկը հաջողված, մեկը չհաջողված։ Չհաջողվածը Բադրի Պատարքացիշվիլին էր, հաջողվածը Բիձինա Իվանիշվիլին։ Ես չէի ուզենա, որ Հայաստանում չհաջողված մոդելներ լինեն։ Այդ առումով ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում առողջ քննադատությունը, առողջ քննարկումները կնպաստեն դրական արդյունքի բերելուն։ Եվս մեկ հարց, որը շատ է հուզում հասարակությանը, բացառում եք, որ Գագիկ Ծառուկյանը շեղվի իր ընդդիմադիր ճանապարհից։ Ընդհանրապես չեմ ուզում քննարկել այդ հարցը, ինչ պետք է շեղվի։ Նո, ճնշումներ։ Վաղը կգան եւս կխուզարկեն, կձերբակալեն։ Նորմալ երևույթ է Հայաստանում։ Այդ ճնշումները նոր չեն սկսվել։ Մեր հանրությունը պետք է իմանա, որ վաղուց սկսվել են ճնշումները։ Դա ամենատարածված հարցն է, որը քննարկում է Հայաստանը։ Այդ հարցի պատասխանը ցույց կտա պրակտիկան։ Մենք ինքներս վստահ ենք, որ դուք վստահ եք, անձամ դուք վստահ եք։ Եթե վստահ չլինեի, չէի միանա։ Ահա։ Իսկ կան ուրիշ քաղաքական գործիչներ եւ ուժեր, ում դուք կուզենայիք տեսնել նաեւ ձեր այդ նոյանտապանում։ Շատ կան, բայց քանի դեռ սպային վերջնական որոշումներ չկա, չեմ ուզենա անուններ հնչեցնել։ Այսինքն ավելի շատ հավանական է, որ ընտրություններին ընդդիմությունը գնա 3 դաշինքով, թե 4 դաշինք ավելի եւ այլ։ Խոսքը այն մասին է, որ այնպիսի միավորումներ լինեն, որոնք կարողանան արդյունավետ ցուցանիշներ ապահովել։ Դրանք ընդհանուր խոսքեր են։ Անդրանիկ, ընդհանուր խոսքերը հետևյալն է 3 կամ 4։ Ես 4 չեմ տեսնում անկեղծ ասած, բայց 26 թվականին ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվը ավելի մեծ է լինելու, թե ավելի պակաս 21 թվականի ընտրություններին մասնակցող։ Որովհետև իշխանական տիրույթից էլ բազմաթիվ արբանյակներ կմասնակցեն, սպոյլերներ կմասնակցեն, այդքան ներուժներ են, որ կմասնակցեն, պատեհապաշտներ կմասնակցեն, տարբեր ես չեմ կարող այդ կանխատեսել, բայց դա ամենակարևոր հարցը չի, որ պետք է մեզ հուզի։ Ես ուզում եմ գիտեք եւս մեկ թեմայով խոսել, Անդրանիկ, խոսքը այսպես կոչված արևմուտքի աջակցության մասին է Փաշինյանին, դուք Կալասի անունը տվեցիք, նաև 3 կրկին Թրամփը առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանը։ Թուրքիան, Ադրբեջանը մի կողմ դնենք, այս արևմուտքի մասին եմ խոսում։ Արդյոք ճիշտ է անդադար ասել, որ Փաշինյանը ունի այդ աջակցությունը, որովհետև իրականում նրանք Փաշինյանին չեն աջակցում, նրանք աջակցում են մի մարդու, ով այնքան թույլ է, որ խնդիր չեն ունենում իրեն այդ մարդու հետ բանակցելուց, եթե կա երկու երկիր Հարավային Կովկասում եւ այդ երկու երկիրը ունեն հակամարտություն, հիմա իրենք կարողացել են լեզու գտնել եւ մի երկիրը մյուս երկրի ղեկավարի ասածին լսածն է ամեն ինչ անում, այսինքն ուղղորդվում է այդ երկրի նախագահի ասածներով, արևմուտքին պարզապես կողքից նայում են, ասում են, հա մենք ինչ պետք է Հայաստանի խնդիրներով զբաղվենք, մենք օքեյ, եթե իրենք օքեյ են, մենք էլ ենք օքեյ։ Չկա այդ աջակցությունը հատուկ, ըստ ձեզ կա։ Կա ուղիղ աջակցություն Թուրքիայի կողմից եւ Չէ, Ադրբեջանի Թուրքիայի մասին չեմ ասում, արևմուտքը օգտվում է ուղղակի այդ իրավիճակից եւ այո, բայց ինչի պիտի չօգտվի։ Ճիշտ է, այսինքն չկա աջակցություն, կա պահից օգտվելու քաղաքականություն։ Արևմուտքը աջակցում է Փաշինյանին այնպես, ինչպես Զելենսկուն, այսինքն պատրաստ է աջակցել։ Չէ, ես ասեմ որ իմաստով։ Այսինքն պատրաստ է աջակցել, ինչպես Ուկրաինայում մինչև վերջին ուկրաինացին, այնպես էլ Հայաստանում մինչև վերջի հայը, բայց ես դրա համար արևմուտքին չեմ մեղադրում, ինչու, որովհետև իրենց շահերն են պաշտպանում, իրենց շահերն են առաջ մղում։ Եթե իրենք Հայաստանի եւ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ կապված հարցում ասում են, որ քանի որ հակառուսականությունը ինքը առաջ է մղում, ուրեմն մեր աջակցությունն ունի։ Այդ հարցում են իրենք ընդհանուր հայտարարել եղել։ Արևմուտքը Հայաստանի դեմ ոչինչ չունի։ Արևմուտքը մեր բարեկամն է, մեր ընկերն է։ Արևմուտքը չի ուզում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերանա, բայց Արևմուտքը ուզում է, որ Ռուսաստանը վերանա մեր տարածաշրջանից։ Ես այսպես հարցը։ Եվ ավտոմատ ստացվում է, տեսեք, Արցախի պատմությունը հիշեք, Արցախը հանձնել են այսօրվա գործող այդ պաշտոնը վարչապետի զբաղեցնող անձի ձեռքերով, բայց ովքեր են հանձնել Մակրոնը, Միշելը, Բայդենը, Բորելը, Ուրսուլան եւ ակտիվ միջամտել է դրան Էրդողանը եւ Ալիևը։ Միանշանակ է դա Պրահայում 22 թվականին այդտեղ վեճի բան չկա, դա փաստ է, այդտեղ դուք չեք կարող վիճել։
բայց դա Ինչ պետք է անի արևմուտքը, եթե Հայաստանի ղեկավարը ասում է ես ճանաչում եմ Ադրբեջանի ամբողջականությունը, ինչ պետք է Մակրոնը պետք է ավելի հայ լինի։ Չէ, տեսեք, Մակրոնները խնդիր ունեին հակառուսականության։ Այդտեղ շահերը համընկան Թուրքիայի, Ադրբեջանի, Մակրոնների, Բայդենների, մյուսների շահերը համընկան, որովհետև նրանք ուզում են, որ Ռուսաստանը Արցախից դուրս բերվի, Ալիև ուզում էր Արցախը ստանալ, Էրդողանը ուզում էր Արցախը ստանալ, այսօրվա այս մի հոգավորը ուզում էր աթոռը պահել։ Ինքը հաշվեց, որ եթե արևմուտքին այդ ծրագիրը սպասարկի, ապա իր աթոռը կպահի։ Խոսեք Ռուսաստանից, ըստ ձեզ առաջիկա ամիսներին, այս 4 ամիսներին մինչև ընտրությունները մնացած ամիսներին ինչ է անելու Ռուսաստանը։ Էլի է զգուշավոր քաղաքականությամբ է առաջ շարժվելու։ Իսկ ինչ պիտի անի Ռուսաստանը, հո չի գալու մեր ընտրություններին մասնակցի։ Այսինքն օրինակ, նորից ասեմ, հայաստանցիների շրջանում հատկապես մարզերում ապրող մարդկանց մոտ կա տպավորություն, որ Փաշինյանին աջակցում են ոչ միայն արևմտյան առաջնորդները, այլ նաև Պուտինը։ Հիմարություն է դա։ Մակրոնի դեպքում հիմարություն չի, Պուտինի դեպքում հիմարություն է։ Մակրոնի դեպքում ուղիղ աջակցություն կա, եւ դա մենք տեսնում ենք։ Ինչպես եք տեսնում։ Ֆրանսիական մամուլը ասացի արդեն, որ համատեղ Լավ, գնանք առաջ, այսինքն ըստ ձեզ գոնե տեսականորեն ոչինչ չի փոխվելու Ռուսաստանի քաղաքականության մեջ, չեն լինի հայտարարություններ եւ այլ եւ այլ։ Ինչ հայտարարություն։ Օրինակ այն ինչ կատարվում է Հայաստանում, մենք տեսնում ենք, որ Հայաստանում կատարվում է ռուսաստանցի օլիգարխը, մենք բացասական ենք գնահատում։ Մենք բացասական ենք գնահատում ցանկացած արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին, լինի դա Ռուսաստանից, Արևմուտքից, առավել եւս Թուրքիայից ու Ադրբեջանից։ Այս իշխանությունը բացահայտորեն Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախումների թաթերաբեմ եւ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առաջին ընտրությունն են դառնալու, որոնք աշխարհաքաղաքական հետք են ունենալու, բացահայտ։ Եվ սա ամենամեծ վտանգն է, որ կա։ Աշխարհաքաղաքական չի, ասեք տարածաշրջանային։ Աշխարհաքաղաքական, որովհետև Միացյալ Նահանգներն են ներգրավված, դե տրիպը արդեն խոսում եմ մասի, որ Միացյալ Նահանգները ներգրավված է, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը եւ այլն։ Կարծում որ նման բաներ հայտարարելով դուք ջուր եք լցնում Փաշինյանի ջրաղացին, ով ասում է, որ ես տրիպ եմ բերել, խաղաղություն եմ բերել։ Շատ լավ տրիպը բերել է, բայց այդ տրիպը պետք է աշխատի, իսկ մենք տեսնում ենք, որ առանց երաշխիքների համակարգի, առանց մեր տարածքային ամբողջականության պաշտպանման հնարավոր չի, որ այդ համակարգը աշխատի։ Մենք կուզենանք եւ ամերիկյան ներգրավվածություն, եւ ռուսական, եւ չինական, եւ իրանական։ Սրանք ընդհանրապես հանձնել են միջանցքանը դրել են տրիպ։ Մենք դեմ ենք միջանցքի տրամաբանությանը եւ ասում ենք, որ տրիպը պետք է ռեալ գործի։ Որ ամերիկացիները նստած լսում են այս մեր հարցազրույցը, նայում են մեր հարցազրույցը եւ մտածում են, չէ, այս մարդիկ օրգան իշխանության տրիպ են բերելու մեր ամենալուրջ մրցակցին Չինաստանին, չէ։ Այսինքն ամերիկացիներն են որոշելու Հայաստանի ընտրության արդյունքները։ Չէ, ընտրության արդյունքների մասին չի խոսքը։ Ինձ ամենակարևորը որ լսեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ իմանան, որ իրական երաշխավորված խաղաղությունը բերելու ենք մենք, պատերազմը բերել ու բերում են այս իշխանությունները։ Ինչպես եք բերել խաղաղությունը, այդ մտավախությունը, որ ասում են չկա Փաշինյան, կա պատերազմ։ Այսինքն Փաշինյանը միշտ եղել է եւ եղել է պատերազմ։ Ճիշտ հակառակն է։ Դե գիտեք, դեմագոգիան հենց դրա մեջ է, որ կա այսօրվա իշխանությունը, կա պատերազմ։ Եվ դա փաստով է ապացուցված։ Պատկերացրեք, ես հայաստանցի ինչ որ տեսեք, հայաստանցի չեմ, այլ բարձրացած քաղաքացի եմ, համոզեք ինձ, որ դա սուտ է։ Նախ անցածը ամբողջ, քանի պատերազմ է բերել մեծ ու փոքր։ Այդ անցյալի փորձը մեկ, երկրորդը, եթե մենք գնում ենք խաղաղության, ապա ինչու է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների 1000 կիլոմետրանոց հատվածը այս 6 տարվա ընթացքում սահմանազատվել ու սահմանագծվել ընդամենը 12 կիլոմետրի մասով, այն էլ հայկական կողմի միակողմանի զիջումների պարագայում։ Եթե մենք խաղաղության ենք գնում իրական, ուրեմն պետք է ամբողջ այդ 1000 կիլոմետրը սահմանագծեինք, որպեսզի տարածքային ամբողջականությունը ճանաչվեր։ Երկրորդ, համոզեք, որ Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա, եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Հայաստանում տեղի ունենալով իշխանափոխություն, Ադրբեջանը կնստի բանակցային սեղանի շուրջ, որովհետև այդ դեպքում մենք երաշխավորի ենք ներգրավելու այն շրջանակներում, որը ունենք եռակողմ համաձայնությամբ Ռուսաստան,
Ադրբեջան, Հայաստան։ Այդ թղթերը չեն չեղարկել ադրբեջանցիները, չեն էլ կարող չեղարկել։ Իրենք լեզու ու թևեր են առել Հայաստանի այսօրվա իշխանության պարագայում։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց այդ փաստաթուղթը ոչ մեկ չի չեղարկել։ Եվ մենք դնում ենք նաև Ադրբեջանի իրականացրած գործողությունների հարցը նույն գերիների մասով, արցախցիների վերադարձի իրավունքի մասով եւ եթե հիշում եք նոյեմբերի 9-ից հետո 3 համաձայնություն է եղել Մոսկվա, Բաքու, Երևան երանգյունու մեջ, որոնք նույնպես չեն չեղարկվել։ Մենք առանց երաշխավորի ստանալու ենք Արցախ 2։ Այսինքն ասել, որ եթե այս իշխանությունը չլինի, պատերազմ կլինի, դա սուտ է, որովհետև այս իշխանության պարագայում քաղաքական գործիչն եք, ով ակնհայտ իմ այս հարցին, որ ինչ է կանելու, եթե ասում եք, որ ես ուղիղ ասում եմ, Ռուսաստանի ասում եք, որ Ռուսաստանի ներգրավելու եք, արդեն ինչ մի գաղտնիք կա, որ շատ լավ, գնում ենք դա փաստաթղթավորված է։ Այսինքն Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը փաստաթղթային համաձայնություն ունեն։ Հիմա տեսեք, դուք մտնում եք ռինգ այն լա ժամանակների Մայք Թայսոնի հետ։ Կարող եք ելք կանխատեսել նախապես։ Հիմա մենք եթե մտել ենք հիմա բանակցությունների մեջ առանց միջնորդի, առանց երաշխավորի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միաժամանակ, ինչ պետք է անի այսօրվա իշխանությունը։ ասում են մենք Թրամփ ունենք։ Չկա Թրամփը անկեղծ հայտարարել է, որ Կովկասը ռուսական տիրույթ է, B ես վկա եմ ընդամենը, ես փողերն եմ հաշվելու, եւ G ես անվտանգության երաշխավոր չեմ, բաց են ասում, անկեղծ են ասում։ Իսկ տվյալ դեպքում, եթե մենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մտնում ենք բանակցությունների, միջնորդ չկա, երաշխավոր չկա, դատարան չկա, այսօրվա միջազգային քաոսը հաշվի առնելով։ Ինչու է այդպես անում Փաշինյանը։ Պարզապես հիմար է։ Չէ, ինքը հաշվում է, որ իր կաշին փրկելը հնարավոր է միայն այդ դեպքում, որովհետև ինքը այսպիսի տերմին օգտագործեմ, շամպես վախենում է Ռուսաստանից։ Ինքը իր մեջ գցել բռնել է, որ Ռուսաստանը իր հարցերը լուծելու է։ Ինքը շատ լավ գիտի ինչ է արել Հայաստանի դեմ եւ ինչ է արել Ռուսաստանի աշխարհակահաղական շահերի դեմ նաեւ, ու ինքը վախենում է, որ եթե Հայաստանը մնա ռուսական անվտանգային օրբիտայի մեջ, ապա իր հարցերը լուծելու են մոտավորապես ինքը հայտնվելու է Սաակաշվիլի օրը։ Տրամաբանական չի։ Ինչու՞։ Տրամաբանական չի, որովհետև եթե ինքը շատ վախենար Ռուսաստանից, ինքը կգնար Ռուսաստանի հետ սերտ համագործակցության ճանապարհով։ Ինքը չի վախենում Ռուսաստանից։ Իշխանությունները, ովքեր առավոտից երեկո Փաշինյանը չէ, բայց ասենք նույն Ալեն Սիմոնյանը, ուրիշները պարբերաբար Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարություններ են անում, նրանք չեն վախենում Ռուսաստանից։ Ինչ է, եկեք անկեղծ լինենք հասարակության հետ։ Իհարկե, այսինքն ես կեղծավոր եմ հասարակության։ Իրենք չեն վախենում Ռուսաստանից։ Չէ, ուշադիր լսեք, ես ինչ եմ ասում։ Իրենք վախենում են, ասեմ որ պայից սկսած, երբ որ 22 թվականին սկսվեց հատուկ գործողությունը ռազմական Ուկրաինայում, ամբողջ արևմուտքը ինվենտարիզացիա էր անում։ Ամբողջ արևմուտքը, թե ում կարող է օգտագործել նաև Ռուսաստանի դեմ, այսինքն բացի Ուկրաինայից։ Փորձեցին Վրաստանով չեղավ, փորձեցին Հայաստանով եղավ, այստեղ նաև հիմարության էլեմենտ կա, կարճատեսության, Հայաստանի իշխանությունների հայտարարությունները հիշեք, մոտավորապես 22 թվականի ռազմական գործողությունները փետրվարին, որ սկսեցին մի քանի ամիս անց։ Հայաստանի իշխանությունները նրանց քարոզիչները ասում են, որ Ռուսաստանը ակնհայտորեն պարտվելու է։ Բոլորն են ասում, մենակ Հայաստանի իրենք հաշվել էին, որ Ռուսաստանը քանի որ պարտվելու է, մենք պետք է անցնենք հաղթողի կողմը, տվյալ դեպքում արևմուտքի կողմը, եւ արևմուտքից հակառուսականությամբ ստանանք մեր աթոռի պաշտպանություն։ Երբ որ տեսան, որ արդեն սխալվեցին, այդ պայից սկսած իրենք սկսեցին վախենալ։ Այդ պաշտոնապես արձանագրված փուլ է։ Իսկ Փաշինյանը վախենում է բացառապես Ալիևից եւ սեփական ժողովրդից։ Հասկանալի է, բայց դուք ասում եք ինչի է հակառուսականությունը անում։ Ես դրա համար ասում եմ ինքը այդպես է մտածում, ասում եք ինչի անցավ այն կողմ հիմար է, ասում սկզբում հիմար էր, հետո դավաճան։ Շատ լավ, մենք արդեն պետք է անցնենք բլից հարցերի, շատ կարճ պատասխան, շատ կարճ։ Դուք անձամբ լինել եք կոալիցիոն կառավարությունում։ Ընտրության արդյունքները ցույց կտան եւ ժողովուրդը կորոշի։ Ինչ է անելու Ծառուկյանի ղեկավարած ուժը, եթե իշխանությունները չգրանցեն Սամվել Կարապետյանի ուժին։ Կարճ։ Մի նախադասությամբ։ Եթեներով չեմ ուզում հարցերի պատասխանել։ Հետաքրքիր է։ Առաջին խնդիրը, որը պետք է կարգավորի հետ նիկոլական իշխանությունը, առաջին խնդիրը։ Հանրային համերաշխություն։ Ինչ ձևով։
բոլոր հնարավոր ձևերով։ Փաշինյանը հանգիստ կընդունի պարտությունը ընտրություններին ըստ ձեզ։ Հայտնի ֆիլմ կա Ասմանա կգոռա, քացի կտա, կասի որ կդիմի ԶԱԳՍ դատախազություն, բայց դա հին թուրքական ավանդույթ է։ Եթե ընդդիմությունը հաղթի նաև ձեր ուժի շնորհիվ, Ոչ թե եթե, այլ երբ։ ինչ եք անելու առաջինը, դուք անձամբ խմելու եք, գուցե միտեղ եք մեկնելու մի երկու օր հանգստանալ, ինչ եք անելու։ Դուք եք մասնակցեք, այդ ժամանակ դուք եք գաք, իրար հետ կորոշենք։ Հանրապետության հրապարակում։ Այո, ես կարծում եմ, որ մեծ ուրախություն կլինի, բայց այդ մասին չեմ մտածել անկեղծ ասած, որովհետև աշխատանքային մթնոլորտը թույլ չի տալիս այդպիսի բաներ մտածելու։ Շնորհակալություն, Անդրանիկ, եւ ես համոզված եմ, որ մենք եւս կհանդիպենք արդեն ավելի մոտ ընտրություններին։ Հետաքրքիր էր։ Շատ լավ։